Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Նայնե ջան, ողջույն, շատ ուրախ եմ, որ պատահական ծանոթացանք, բայց առանց շատ բառերի հասկացանք, որ մի ալիքի վրա ենք։ Մեր հաղորդումը այն մարդկանց մասին է, ովքեր մարզերում են, վերադարձել են մարզեր, տեղափոխվել են մարզեր եւ զբաղվում են միջավայրի բարելավմամբ։ Խնդրում եմ պատմես դու որտեղ ես, ինչով ես զբաղվում, մի քիչ այդպես քո մասին։ Մայրցյան ողջույն, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար ու շատ ուրախ եմ հյուրընկալվելու համար ու հատկապես որ Լոֆթի Ջևանի օպերացիոն ղեկավարի դերում եմ այս պահին միանում ձեր նախաձեռնությանը ու քանի որ ձեր հաղորդման ու նախաձեռնության մասին դեռ շուտվանից է լսել, առավել ևս հաճելի է այսօր հանդիպել։ Ես ծնվել եմ Նոյեմբերյանում, բայց ստացվել է այնպես, որ ամբողջ կյանքս ապրել եմ Իջևանում, աշխատել եմ տարբեր կազմակերպություններում, համ տեղական, համ միջազգային, հանդիսանում եմ համ քաղաքացիական երիտասարդական կենտրոնի խորհրդի անդամ, ոնց որ քաղաքացիական ակտիվությունս ու հասարակական գործունեությունս հիմնականում այդտեղի հետ է կապված, իսկ այս տարի փետրվարից արդեն հնարավորություն ունեցա Լոֆթի թիմին միանալ, որպես Լոֆթ Իջևանի օպերացիոն ղեկավար ու հետևած մինչև հիմա ընթացքի մեջ ենք փորձում եմ ավելի ակտիվացնել Լոֆթը ու նպաստել համ երիտասարդության կրթական պահանջմունքների, կրթական կարիքների բավարարման process-ներին, համ ամրապնդել համայնքի ու մասնավորի միջև կապը ու այդ ամեն ինչը ծառայեցնել ի նպաստ երիտասարդության։ Շնորհակալություն շատ։ Նայնե, ես Լոֆթի դերը շատ բարձր եմ գնահատում, բայց տեղացու աչքերով էլի, ինչ բերեց կամ ինչեր դեռ կարա բերի Լոֆթի Իջևան։ Ինչը չկար, ինչ կար Լոֆթի։ Լոֆտը լրիվ նոր փոփոխություն բերել է ու դեռ ամենամեծերը հիշում է դեռ նոր պետք է բերի ու ամենալավ վկայությունն է մասնավորի ու համայնքի միջև, համայնքի ու պետության միջև համագործակցության, որովհետև լոֆթերը ստեղծվել են մի քանի լոֆթ ավելի շուտ մեր ցանցում ստեղծվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության աջակցությամբ Իջևանի լոֆտը ոնց որ այն տարածքն է, որտեղ երիտասարդությունը հնարավորություն ունի ինքնադրսևորվել ու ոչ միայն ուղղակի տարբեր դասընթացների մասնակցել, այլև ինտելեկտուալ հանգիստ ժամանց ունենալ, իհարկե որոշակի սահմանափակումներ լինում են կարգապահության եւ այլնի առումով, չգիտեմ, ինտելեկտուալ ինչ որ առաջարկներ մեր կողմից լինում են, թե ոնց ավելի արդյունավետ կլինի կազմակերպել իրենց ժամանցը այստեղ, բայց մինչև լոֆտը ես կարծում եմ, որ երիտասարդները ինքնադրսևորվելու բաց հարթակ չունեն, որտեղ այդքան ազատ կլինեն իրենց կարծիքների մեջ ու ավելի ազատ կինքնադրսևորվեին։ Հասարակական կազմակերպություններ կան, նրանց դերը շատ կարևոր է համայնքում, բայց հասարակական կազմակերպությունները ավելի շատ դասընթացների ու նմանատիպ այդ ծրագրերի համար են։ Իսկ լոֆտը լրիվ բաց հարթակ է, որտեղ իրենք ազատ կլինեն իրենց կարծիքները արտահայտել, իրենց պահանջմունքների մասին հանգիստ խոսել։ Ես ակտիվ օգտվում եմ Վանաձորի լոֆթից եւ ինքը դարել է այն հանգույցը, որտեղ հանդիպում են ակտիվ, կիսաակտիվ, ակտիվության ճանապարհին գտնվող մարդիկ իրար եւ իրարից վարակվում են, իրար ուժեղացնում են։ Նույնիսկ այսպես լինում են, որ մարդիկ նոր են Վանաձոր տեղափոխվում, հələ դա ամեն ինչ չեն պատկերացնում, ասում եմ ուզում ես սերուցքը էլի ռիթմը զարկերակը բռնես քաղաքի երիտասարդության հաճախ գնա օրինակ լոֆտ այդպիսի մի հատ հանգույց է, այո, ճիշտ ես ասում, այնտեղ բացի դասընթացներից դու կարող ես ազատ աշխատել, կարող ես ինչ որտեղ սրճել, հանդիպումներ կազմակերպել, մշակութային ինչ որ բաներ անբացատրելի է ու շատ կարևոր է այդ մշակույթի մեջ։ Բայց մենք հիշում ես, որ
մեր ծանոթությունը եղավ հենց ավելի շատ խնդիրների շուրջ քննարկելուց, ինչ խնդիրների եք բախվում, եթե կարելի է կարճ, այլ է ջան։ Ամենաառաջինը այդ խնդիրը մարդկանց հետաքրքրասիրության պակասն է, բայց այդ խնդիրը ես հիմա չեմ զգացել, դա ես զգացել եմ երբ դեռ դպրոցական էի։ Այն ժամանակ էլ հիմա էլ կոնկրետ զանգված կա երիտասարդների, որ հետաքրքրված է գրեթե ամեն ինչով, ինչ որ կատարվում է համայնքում, ընդ որում համարյա բոլոր կազմակերպություններում ու զանգված կա, որին ոչինչ չի հետաքրքրում։ Բայց ես կարծում եմ, որ այդ զանգվածը ոչ թե հետաքրքրասիրություն չունի, այլ ունի չբացահայտված կարիքներ։ Այսինքն մենք կարիք ունենք հասկանալ, թե իրենք ինչի կարիք ունեն, ինչ են ուզում սովորել։ Ոչ թե մենք ուղղակի վերցնենք ինչ-որ դասընթացներ կամ ծրագրեր անենք մեր մտածածով, թե ինչ կհետաքրքրի, այլ հասկանանք, թե տվյալ երիտասարդը իրականում ինչ է ուզում սովորել, ինչի կարիք ունի, ու ըստ դրա արդեն վերլուծություններ անենք ու ինքներս մեզ հաշիվ տանք, թե ինչ ենք առաջարկում այդ երիտասարդին։ Իմ կարծիքով ժամանակ է պետք։ Իմ կարծիքով ժամանակ է պետք, իմ կարծիքով մի քիչ մտագրողներ են պետք, հա։ Այն շերտերին, որոնք չեն ներգրավում, գուցե պետքա իրանց ֆորմատը առաջարկել եւ ոնց որ պետքա մտածել նաեւ իրանց ուղեղի մեջից, հա, նայելով հարցին եւ ոչ միայն մեր։ Օրինակ շատ հաճախ մեզ թվում է, թե մենք արժեք ենք տալիս, բայց դա շատ սուբյեկտիվ է, էլի։ Իրանց հայացքով արժեքը ո՞րն է։ Ներգրավման հարցում առաջնային են էմոցիաները, մարդկանց էմոցիաներ տուր, հետո տեղափոխի փորձի փոխանակման դաշտ, հետո ավելի քիչ զանգվածին, որտեղ այսպես գնալով զտվում է, կտեղափոխվեն նաև վեր գաղափարների դաշտ եւ ասենք կընդգրկվեն միջավայրի բարելավման գործում։ Այս մասով ես խոստացել եմ, որ կարող ենք զանգ ունենալ եւ միասին մտագրող անել։ Ես հետևել եմ Լոֆթ Վանաձորին հենց առաջին օրերից, այդ ժամանակ էլ ենք ինչ-որ բաներից նեղվում, ես հիշում եմ, բայց հետո ահագին դինամիկա եղավ եւ շարունակվում է։ Հետո մարդը բերում եւ այլն։ Այսպես, ես նաեւ վստահ եմ, որ մեր ծանոթությունը կբերի նաեւ մեր մարզերի երեխաները մարզերում ցանցի հետ հետաքրքիր գաղափարների, չենք շտապի։ Այդպես, Նայնե ջան, իսկ երբևէ չես սկտել Երևանին։ Ես Երևանում աշխատել եմ մոտավորապես 1 տարի, նաև Դիլիջանում եմ աշխատել ու նաև Բուդապեշտում եմ աշխատել, բայց ուղղակի Երևանի չգիտեմ ինչքանով որ Երևան ինձ հարազատ է, ինչքանով որ շատ եմ սիրում Երևանը, բայց զուտ հարմարավետության տեսանկյունով այս պահին Երևանը ինձ այդքան էլ չի ձգում։ Ես շատ սիրում եմ Երևանի գործատուների հետ աշխատանքը, բայց զուտ հարմարավետության առումով Երևանը ինձ այս պահին չի ձգում, չգիտեմ ինչի։ Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու, Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմ-առ-դեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Իսկ ինչ ես հասկանում անհարմարավետության տակ։ Ժամանակի կառավարումն է շատ բարդ Երևանում, որովհետև երբեք քո ժամանակի պլանը երբեք բան չես անում, չես կարողանում լիարժեք իրականացնել, որովհետև քաղաքի երթևեկությունը, քաղաքի աղմուկը ու ամեն ինչը ունեն իրենց պլանները քո ժամանակի մասով, դրա համար չգիտեմ, այդ առումով Ես դրան ասում եմ, որ ստիպված հարմարվում ես Երևանի ռիթմին, ընդեղի արագություններին, ընդեղի ծավալներին։ Այո, հատկապես դաժան է այս ամեն ինչ այն մարդկանց համար, ովքեր իրեն ժամանակի գինը գիտեն։ Ես օրինակ մեկ խցանների մեջ որ մնում եմ, որ ասում եմ
Կոկովը չորտ է, էլի, ես քո ժամանակ ստեղ եմ, էլի, ախր ես կարայի 10 հատ խնդիր կարայի հանեի, այսպես այն որ սկսում ես ինքդ քեզ ուտել։ Ը, Մի քանի հարցեր, իսկ միջավայրը ո՞նց է, էլի նայում, որ դու այդպես չես ոնց որ անդադ կպած ես քո համայնքներին, Տավուշի համայնքներին, ը, գիտեն, որ կարող ես, բայց չես անում, ինչպես է, էլի միջավայրը ռեակցիա տալի։ Ինչի համար եմ ասում, որովհետև նպատակ ունենք նաև այնպիսի նարատիվ զարգացնել, որ մարզում ապրելը էդի ոնց որ այդ ծերերի մենաշնորհը չի կամ անհաջողակների մենաշնորհը չի, այլ բանը մեկը հենց այս հաղորդումը արդեն 100-ից ավել հյուր ունի, ովքեր երիտասարդներ են, առաջնորդում են տարբեր փոփոխություններ, հա, իրենց հետ մարզեր են տարել ընտանիքներին, գործերը, բիզնեսները, պրոյեկտներ են սարքել, իրանք երիտասարդ են, շատ գեղեցիկ են։ Եվ հենց էտա, ինչու՞ չէ, սա էլ է կարելի սարքել նորաձև։ Հենց այս համատեքստում եմ էլի ասում, իմանալով, որ գոյություն ունի ուրիշ նարատիվ, թե բա եթե կարաս պետք է այստեղ չլինես։ Համ քո մասով մեկնաբանի, համ գուցե ավելի լայն համատեքստում Նայնե ջան։ Տեսեք, մյուսների համար ձգտումը դեպի Երևան ավելի մեծ է։ Ոնց որ ես այդ ամեն ինչով անցել եմ արդեն, հասկացել եմ իմ կոմֆորտը որտեղ է։ Հիմա ինձ համար օրինակ ավելի հաճելի է լինել Իջևանում, բայց իմանալ, որ Երևանում, Հայաստանում ունեմ մեծ network, մեծ աշխատանքային կապեր, ովքեր գիտեն, որ Իջևանում օրինակ կամ ես, որ ինձ կկապի մարզը Երևանին։ Միջազգային պրոյեկտների շրջանակներում, թեկուզ տեղական պրոյեկտների շրջանակներում ոնց որ քարտեզագրած մարդիկ կան ամբողջ Հայաստանում, որ ինչ որ դեպքի, ինչ որ լավ առիթով կամ չգիտեմ ինչ որ պրոյեկտի շրջանակներում գիտեն, որ այստեղ Իջևանում կա Նայնեն, ով պատրաստ է մարզը մեզ կապի Երևանին։ Այս առումով շատ ուրախ եմ, որ արդեն երկու այլ համագործակցություններ ունեմ, որ աջակցում են պրոյեկտներին, որպեսզի լավ ընթացք ունենան Տավուշում։ Երևի դրանից ավելի հաճելի բան չկա, երբ որ ներդրում ես ունենում, որ Երևանի պրոյեկտը կամ Երևանի լավ կազմակերպությունը խումբ ունենա կամ ծրագիր ունենա մարզում։ Մյուսների առումով երևի ինչ որ X բահի գիտակցության ու վերարժևորելու երևի խնդիր է լինելու X բահի գուցե գան, գուցե չգան, այդպես։ Գիտես ինչ հիշեցի, նախ երկու մեկնաբանություն անեմ, առաջինը ամբողջովին համաձայն եմ հետդ, որ մարզերում, եթե ինչ որ մեկը փնտրում է մարզերում մնալու տարբերակ եւ մեզ լսում է, ուշադիր լսի իմ ընկեր, մեր ընկեր, չափազանց կարևոր է մարզերում կապերը։ Մարզերում կապերի առկայությունը ըստ էության չեզոքացնում է մայրաքաղաքի պլյուսների կամ տվյալ համայնքի մինուսների մեծ մասը, եթե ոչ ամբողջությամբ։ Նույնիսկ սոցիալական շփումը, ինձ թվում է դու կհամաձայնվես, սոցիալական շփման, ասենք այդ Երևանի նետվորքի կարիք չի, որովհետև իրանք անդադ գալիս են, այդ մարդիկ էլ հոգնել են այդ ստրեսից, հա, քաղաքից դուրս են ուզում գալ։ Եվ մեր ընկերները այտենց մեզ տարվա 6-7 մեն, դու եթե կարելի է ձմեռը հանել, արի համաձայնվի, որ ձմեռը ալարում են չեն գալիս, բայց ոչինչ, դե մենք էլ կանգնած չենք, այդպես չի, որ ստատիկ ենք, բայց այդ շարժերը, գործնական շարժերը, թեմատիկ շարժերը, հետո կապերը իրանք երկկողմանի են, էլի, այսպես մենակ ընդունող չենք, տվող էլ են, չէ, գործընթացներ կան, բաներ կան, եւ իրականում մարդկային այդ պահանջմունքը սոցիալիզացիա եւ որակյալ շփման, հա, զարգացնող շփման, կարծես թե չկա այդպես խնդիր, եթե դու ակտիվ ես, եթե դու քո կապերն օգտագործում ես։ Եվ երկրորդը հիշեցի մեր ընկերոջ այսպես փոքրիկ լեկցիան Պայոց Ձորի մարզում, ով ասում էր, եթե դու դառնում ես քո համայնքի, քո մարզի դեմքը, դրանից լավ կյանք չկա եւ նույնիսկ հիմնավորում էր էլի, որ ինչպես սոցիալիզացիայի, այնպես էլ եկամուտների եւ հնարավորությունների մասով դու նույնիսկ ավելի լավ ես սկսում ապրել, քան մայրաքաղաքում։ Օրինակ դու դառնում ես ոնց որ կոպիտ ասած ջերմուկի
ոչ թե ջերմուկից նարին են, այլ դառնում ես ջերմուկի նարին են, որովհետև քեզ ջերմուկը ասում են, ասոցացնում են նարինեի հետ, նարինեին ասում են, որ հյուրանոցներում մնանք, նարինեին ասում են այդտեղ որ հարցովում հետ կապվենք, հա, եւ իրականում ցույց էր տալիս այդ մարդը, որ դրանք ռեալ հնարավորություններ են նաև եկամուտ վաստակելու, ինչու՞ չէ, որովհետև դու լինելով այդ միջնորդ հանգույցում անդադ առաջարկներ ես տամ, անդադ միջնորդություն ես անում։ Այնպես որ շատ կարևոր է ակտիվ լինել եւ դառնալ այդ հանգույցը, որի մեջով անցնում են այդ հոսքերը, հա, որոնք ինչու՞ չէ մոնետիզացվում են, ինչու՞ չէ մեզ բերում են սոցիալական կապիտալ, ինչու՞ չէ մեզ բերում են շփում, մեզ բերում են գիտելիք, փորձ, ինչ կասես։ Միանշանակ համաձայն եմ։ Այդ առումով տեսեք մինչև լոֆտ գալը մի քիչ пассив ֆրիլանս աշխատանքային շրջանում էի ու երբ որ մարդիկ ուղակի մացան ես լոֆտում եմ իրար հետևից այդ համագործակցային բաները շղթաները ես հասկանում եմ ոնց են ակտիվանում ու էլի երևի մեծամտություն չի լինի ման անել, կարծել, որ նաև իմ անձնական նետվորքն է այս պահին գալիս, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես մինչև լոֆտ գալը մտածում էի հայ ես ինչ որ ծրագրերի գնում եմ, մանեմ ակտիվ քաղաքացի եմ եւ այլն, բայց իրենց արժեքը ես մենակ հիմա եմ գիտակցում, որովհետեւ այդ ծրագրերից այնքան մեծ նետվորք, այնքան ձեր ասած սոցիալական կապիտալ է կուտակվել, որ ես շատ ուրախ եմ, որ հիմա այդ սոցիալական կապիտալը հնարավորություն ունեմ լոֆտի միջոցով արդեն համայնքում կիրառելու։ Հրաշալի է, այդպես էլ աշխատում է, ամբողջովին համաձայն եմ։ Դու ասացիր, որ նոյեմբերյանից ես ծննդով Իջևան ես տեղափոխվել։ Ես գիտեմ, որ լոֆթը հեսա տեղափոխվում է նաև նոյեմբերյան։ Երկու բառեր այդ մասին ասա Նարինե ջան, ու ցավոք սրտի բան ժամանակի սղության պատճառով արդեն էդի վերջի հարցս կլինի։ Շատ լավ, իրականում նոյեմբերյանի լոֆտի մասին լուրը ամենա առաջինից մեկն եմ երևի, որ հայտնում եմ ու շատ ուրախ եմ, որ մեր ոդքասթի շրջանակներում եմ հայտնում։ Նոյեմբերյանի լոֆտը նույնպես ստեղծվելու է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու շատ ուրախ եմ, որ նոյեմբերյանի երիտասարդները նույնպես հնարավորություն են ունենալու իրենց ինտելեկտուալ ժամանցի ոչ ֆորմալ կրթության կարիքները հոգան լոֆտ նոյեմբերյանում ես թվում է շատ կարևոր է, որովհետև նոյեմբերյանը էլի կրթական հաստատություններ կան, բայց որպես այդպեսին բաց հարթակ նոյեմբերյանը չուներ ու շատ ուրախ եմ, որ այնտեղ ենք ունենալու։ Երբ է բացումը նախատեսվում։ Դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բացման մասին շուտով կտեղեկացնենք, լրացուցիչ հայտարարություններ կլինեն այս առումով։ Հրաշալի է։ Նոյեմբերյանում շատ լավ երիտասարդություն կա, այո, կան այնտեղ ուսումնական հաստատություններ, մեր մի լավագույն, ինչ ասեմ, համայնքի անդամներից մեկը Արգամը, կիմանաս Արգամին, հեսա բանակից վերադառնում է, Արգամենք մի քանի տարի առաջ Պրոտոլաբ ընկերություն էին բացել նոյեմբերյամ եռաչափ տպագրության եւ մոդելավորման, հետո ամբողջ թիմը գնաց բանակ, հիմա հետ են գալիս, ես Արգամի հետ կապի մեջ եմ, ոնց է խանդավառված համայնքը զարգացնելու գաղափարով, դա ֆանտաստիկա է, բանակից վերադարձող տղան այդքան բանով, նենց որ շուտով քաղաքը այսպես հետ է ստանալու իր լավագույն կադրերին, ով եւս ընդհանրապես չի ձգտում Երևան, ասեմ, ու հակառակը համայնքի զարգացման գաղափարով, Արգամն իմանար այսքան իր մասին խոսալու եմ, կզարմանար, բայց սպասում ենք եւ կարծում եմ ինքն էլ այդ քո ասած նետվորքով, բանով եւ կարծում եմ նորից մենք մեր լոֆտ նոյեմբերյանի համար կգտնենք բոլորով, տեսնենք ինչ ենք անում, ոնց ենք անում, չափազանց կարևորում եմ Նարինե ջան, այդ ոնց որ մի կաթիլ թթվածին լինի համայնքներում նման միջավայրերի ստեղծումը, որը միշտ պակասել է, որի պատճառով գիտեք ոնց է, խնդիրների կեսը օբյեկտիվ են, կեսը սուբյեկտիվ, չի եղել այդ միջավայրը։ Ես Դրախտի գյուղի օրինակով եմ տեսել, էլի, այնտեղ գրադարան բացվեց, նոր 5 տարի անց բացման օրը եկած երեխաների ամենափոքր հասակով հազանգված, այսինքն ամենափոքրները, մանրները
նոր 5 տարի անց սկսեցին շատ մեծ հաջողություններ գրանցել, բայց այդ միջավայրի արդյունքն էր, որը ամբողջ գյուղին հավաքում էր իրար գլուխ, բերում էր նոր բովանդակություն, նոր շփումներ, դրանք իրանց հերթին երեխաներին հանում էին գյուղից, տանում էին տարբեր ծրագրերի, տարբեր ճամբարների, տարբեր ակտիվությունների, հանում էին, բերում էին, երեխաներն էին նոր ծրագրեր բերում, ու այսպես շարունակ։ Դրա համար վստահ եմ, որ մի քանի տարի անց այս ամեն ինչի արդյունքները հստակ երևալն են։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար, ձեր ամբողջ թիմին, ահա որ շատ սիրում եմ, մեծ մասին ճանաչում եմ, գնահատում եմ ու հանձնառու եմ։ Ես եթե նկատեցիր հաճախ մեր բառը օգտագործեցի, ոչ թե ձեր, որտեվ նույնականացնում եմ էլի ինձ համայնքի հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար ու շատ լավ զրույցի համար։ Հույս ունեմ դեռ առիթներ կլինեն համ համայնքներից խոսել, համ համայնքային զարգացումից ու մարզերի երիտասարդության խնդիրներից ու հնարավորություններից։ Այո, մենք արդեն մեկ միջավայրում ենք, այս հաղորդման հյուրերը մեկ միջավայրում են ապակենտրոն համայնքում, ինչը ուղղակի մեկ միջավայրում լինել չի, Նարինե ջան, այսպես հստակ բան չասեմ, բայց շատ շուտով հանդիպելու ենք տարբեր առիթների բերումով, դու էլ պրոակտիվ ես, մեկնաբանում ես, նախաձեռնում ես, թարմացնում ես լուրերով, շատ ողջունում եմ, դա նշանակում է, որ մեր հանդիպումը չի ուշանա, ես մի քանի օր առաջ Դիլիջանում էի, Եվ հենց այդ էի մտածում, նայում էի ժամին, ասում էի կամ հասցնեմ Իջևան մտնեմ դուրս կամ, բայց այդ օրը հասկացա, որ չէ, բայց այդ օրը չի ուշանալու, այնպես որ միշտ նոր հանդիպում համայնքում եւ մեր գործերի շուրջ։ Մայրջան, շատ շնորհակալ եմ հրավերի ու շատ լավ զրույցի համար։ Մեր բովանդակալի զրույցին կուզենայի ավելացնել նաև, որ մեր լոֆտի ամբողջ թիմի ու նաև ինձ համար անձամբ շատ կարևոր է երիտասարդական աշխատողի հաստիքի առկայությունը մեր կենտրոններում, ընդ որում բոլոր լոֆտերում, որովհետև ինչքան էլ որ օրինակ ես որպես օպերացիոն ղեկավար շատ շփվեմ, պրոակտիվ լինեմ երիտասարդների հետ շփման մեջ, մեզ համար ու ինձ համար կարևոր է, որ երիտասարդական աշխատողը ինձնից զատ անընդհատ շփվի ու հասկանա երիտասարդության կարիքները, որովհետև ես ընդհանուր մենեջերիալ հարցերով եթե զբաղվեմ, երիտասարդների կարիքը կուզենամ, որ ավելի լավ ուսումնասիրվի, որպեսզի ավելի թիրախային ու ավելի արդյունավետ լինեն մեր նախաձեռնությունները երիտասարդների համար։ Իսկ Նարինե ջան, այդ հարցով որտեղ դիմեն, ոնց դիմեն, երբ դիմեն, այս մանրուքները կարևոր որ ասես։ Նկատի ունեք երիտասարդական աշխատողի համար։ Ես ճիշտ հասկացա, որ նման թիմակիցների կարիքը միշտ կա եւ ըստ այդմ ինչպես մարդիկ եթե հետաքրքրվեն ինչպես դիմեն, դիմեն։ Կոնկրետ երիտասարդական աշխատողի համար հատուկ հաստիք կա լոֆտում, մեր բոլոր լոֆտերում։ Այս պահին դեռ հայտարարություններ չունենք, բայց անպայման կուզենամ հետևել էջին, որովհետև թարմացումներ լինում են ու միանշանակ երիտասարդ կադրեր, ովքեր ժամանակի ընթացքում փորձ են ձեռք բերում, սերտիֆիկացվում են որպես երիտասարդական աշխատող, իրենք արդեն հնարավորություն են ունենում լոֆտի թիմին միանալ։ Ընտիր, ես էլ կհետևեմ, հենց նման հայտարարություն լինի, կնպաստենք տարածմանը, ինչպես նշեցի, հանձնառու ենք։ Շնորհակալություն Նարինե ջան։ Ես եմ շնորհակալ։ Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։